Ողջույն, 822 տարի առաջ 1204 թվականի ապրիլի 12-ից 13-ին խաչակրաց 4-րդ արշավանքի մասնակիցները գրավում են արևելյան հռոմեական կայսրության Բյուզանդիայի մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը։ Այդ ճակատագրական իրադարձության մասին գրել են արշավանքի մասնակիցներ մարշալ Ժոֆրուա դե Վիլարդուենը, ասպետ Ռոբեր դե Կլարին եւ այլոք։ Ներկայացնեմ հետևյալ գրքերը։ Գրքի հեղինակը Ժոֆրուա դե Վիլարդուեն, История завоевания Կոնստանտինոպոլը։ Գիրքը հրատարակել է Ցենտր Պոլիգրաֆ հրատարակչությունը 2013 թվականին։ Գրքի հեղինակը Ռոբեր դե Կլարի, Завоевание Կոնստանտինոպոլը։ Գիրքը հրատարակել է Նաուկա հրատարակչությունը 1986 թվականին։ Խաչակրաց 4-րդ արշավանքը պետք է տեղի ունենար 1199 թվականին։ Թիրախը Եգիպտոսն էր, որից հետո խաչակիները պետք է հեշտությամբ ազատագրեին Երուսաղեմը։ Ցավոք սրտի իրադարձությունները ի սկզբանե ընթացան այլ ուղով։ Խաչակրաց 4-րդ արշավանքի առաջնորդներն էին Մարկ գրաֆ Բոնիֆացիուս Մոնֆերատին, գրաֆ Բոլդուին Ֆլանդրացին, Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոն։ Արշավանքը ոգեշնչում էր եւ աջակցում Հռոմի պապ Ինոկենտիոս III-ը։ Կոստանդնուպոլսի գրավմանը նախորդել են մի շարք ճակատագրական իրադարձություններ։ Մասնավորապես 1202 թվականին խաչակիների կողմից խորվաթական Զադար քաղաքի գրավումը եւ թալանումը։ Բյուզանդիայի գահընկեց արված կայսր Իսահակ II Անգելոսի որդու Ալեքսիոսի խնդրանքը եւ դիմումը խաչակիներին օգնել իրեն իր հակառակորդ եւ իր հորեղբայր Ալեքսիոս III-ի դեմ պայքարում, խոստանալով խաչակիներին տալ մեծ գումարներ եւ փոխադարձ աջակցություն իրենց արշավանքում։ 1203 թվականի օգոստոսի 1-ին խաչակիների օգնությամբ Իսահակ II-ը եւ Ալեքսիոս IV-ը համատեղ դառնում են Բյուզանդիայի կայսրեր, բայց վերջիններս իրենց խոստումը տված խաչակիներին այդպես էլ չեն կատարում։ 1204 թվականի հունվարի 25-ին բյուզանդական պաշտոնյա Պրոտովեստարիոս Ալեքսիոս 5-րդ Դուկաս Մուրզուֆլոսը տապալում է Իսահակ II-ին եւ Ալեքսիոս IV-ին։ Նա դառնում է Բյուզանդիայի նոր կայսր եւ հրաժարվում է խաչակիներին վճարել իր նախորդների խոստացած գումարները։ Ստիպված մարտ ամսին խաչակիները սկսում են Կոստանդնուպոլսի պաշարումը եւ համառ դիմադրությունից հետո ի վերջո 1204 թվականի ապրիլի 12-ից 13-ին նրան գրավում եւ թալանում են Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդական կայսրությունը ժամանակավորապես փլուզվում է եւ մասնատվում։ Առաջանում են Նիկիայի կայսրությունը, Տրապիզոնի կայսրությունը եւ մի շարք այլ պետություններ։ Խաչակիները Կոստանդնուպոլիս մայրաքաղաքով հիմնում են Լատինական կայսրությունը, որը գոյատևում է մինչև 1261 թվականը։ Առաջին կայսր է դառնում Բոլդուին Ֆլանդրացին։ Լատինական կայսրությունը լինում է թույլ պետություն եւ շոշուտով բյուզանդացիները այն հետ են գրավում։ 1261 թվականին Միքայել 8-րդ Պալեոլոգոսի ջանքերով։ Այսօր այսքանը այս կարևոր եւ ճակատագրական իրադարձության մասին։ Շնորհակալություն ուշադրության համար։